Ցանկացած բան, որ անում է կառավարությունը, պետք է հասկանալ ում է դա ձեռնտու։ Մեր երկրում էս ահռելի գնաճը ում է ձեռնտու, ժողովրդին, իշխանությանը, թե մեր թշնամիներին։ Թոշակ չբարձրացնելը ում է ձեռնտու, ժողովրդին, իշխանությանը, թե մեր թշնամի երկրներին։ Բանակի այս քարուքանդ վիճակը ում է ձեռնտու, մեզ, Նիկոլին, թե Ադրբեջանին։ Այս ատելության մթնոլորտը ում է ձեռնտու, հանցագործությունների շատացումը ում է ձեռնտու։ Եթե իշխանությունն անում է բաներ, որ պետությանը ձեռնտու չէ, ժողովրդին ձեռնտու չէ, շատ դեպքերում հենց այդ իշխանությանը ձեռնտու չէ, ուրեմն պետք է փորձել հասկանալ, լավ իսկ որտեղից է թելադրվում, ում է ձեռնտու։ Մի պահ պատկերացրեք Հայաստանի ղեկավարը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ ասենք Իլհամ Ալիևը, Ռեջեփ Էրդողանը, Սելջուկ Բայրակթարը, ինչ կանեին։ Առաջին բանը կբռնեին այն մարդկանց, ովքեր 90-ականների պատերազմում իրենց մռութը ջարդել են, բանակը կքանդեին, 5000 մեր տղերքի կբերեին եռաբլուր, Արցախը կհանձնեին, եկեղեցու վրա կգնային եւ այլն, այդպես չէ։ Մի պահ պատկերացրեք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար ոչ թե Սուրեն Պապիկյանն է, այլ Զաքիր Հասանովը, ասենք։ Հայ զինվորը չէր ապրի ու վառվի խրճիթում չունենալով նորմալ զորամոց։ Մի պահ պատկերացրեք Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարը Ժաննե Անդրեասյանի փոխարեն Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլաևն է։ Չէր վերացնի եկեղեցու պատմություն առարկան դպրոցներից, կհաներ, չէ։ Փոխարենը ադրբեջաներին ուսուցում չէ կմտցներ։ Չէր սահմանափակի բուհերում հայոց պատմության ու հայոց լեզու առարկաները, կաներ, չէ։ Կառավարության ամեն նիստում չէր փակի դպրոց, կփակեր, չէ։ Հիմա էլ են անում։ Կարող է մի բան պակաս աներ, ասենք Մեսրոպ Մաշտոցի նկարը չհաներ դասագրքից։